մեկ շաբաթ, հա, 7-ից 8 օր է մնացել խորհրդարանական ընտրությունները, ինչ գնահատական կտակ Քարոզ Արշավին ընդհանրապես, հետևելով մարդկանց հետաքրքրվածությանը, ներգրավվածությանը եւ ցանկությունների մոտ։ Այս ընտրապայքարը համաշխարհային քաղաքական պատմության մեջ մնալու է մի խայտարակ մեծ փաստով։ Օրվա իշխանությունը ամբողջ Քարոզ Արշավի ժամանակ միակ բանը կամ երկու բան որ խոստացավ, մեկ խոստումների շարան էր Ադրբեջանին, որ Հայաստանի տարածքի ձիչումներ է անելու, երկրորդը խոստացավ, որ իր ընտրվելու դեպքում շարունակելու է Ադրբեջանի պահանջով հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ մեծամասշտաբ պատերազմը։ Այլ խոստում չտվեց, այլ բովանդակություն չհաղորդեց, փոխարեն դրան ընդդիմությունը հանդես եկավ, հատկապես կուզեմ շեշտել, Հայաստան դաշինքը հանդես եկավ ծրագրերով, պատկերացումներով, ապագայի հետ կապված տեսլականներով։ Մենք ամբողջ ընտրարշավին տեսանք անհավասարակշիռ, հիստերիկ, ամեն քայլափոխի տիրապետումը կորցնող իշխանության ներկայացուցիչ եւ դրա փոխարեն հավասարակշիռ, լուրջ, մեծ թիմ ունեցող, անցյալում գործի օրինակ ցույց տված եւ ապագայում էլ այդ փորձառությունը վաստակած քաղաքական մեծ թիմ հանդինս Հայաստան դաշինքի։ Հայտարարում են հիմա իբրև թե դուք եք կաշառել Ռուսաստանում, որպեսզի Ռուսաստանը եւ կարելի ճակերտավոր սանկցիաներ կիրառի եւ հայկական արտադրանքի եւ հիմա էլ խոսա գազը թանկացնելու մասին։ Խոսքը է ասում շան պոչը որ գլուխը որ քորա գալիս գնում պոչը չոբանի փայտին ակսու։ Հիմա այս իշխանությունը իր սադրիչ գործողություններով դրդել է եւ ռուսական կողմին, եւ ՏՄ-ին գործողություններ իրականացնել Հայաստանի դեմ, եթե այդքան հզոր է ընդդիմությունը, ում մեխ գլուխն է իշխանությունը, որ ընդդիմությունը կարողանա գերտերություն Ռուսաստանում որոշումներ, փոխի որոշումներ կայացնի, սրանք չկարողանան դրա վրա ազդել, թող գնան տները ուրեմն։ Մի ընտանիք չեն կարողանում ղեկավարել եւ վստահեցնում եմ իշխանության փոխվելու շատ կարճ ժամանակ հետո մեր բոլոր հայրենակիցները ազատված կլիներ այդ բոլոր կապանքներից, տնտեսական խնդիրներից, արգելքներից, որովհետեւ գործ պետք է ունենանք լուրջ, մտածված, արտաքին ու ներքին քաղաքականություն ունեցող իշխանության հետ եւ ոչ թե սրանց առավոտվանից գիշեր շոուների եւ գեոպոլիտիկ մեծ խաղերում Հայաստանը ներքաշելու այս արկածախնդրության հետ։ Կարծում կարող է այնուամենայնիվ Ռուսաստանի այս քայլերը կարող են ազդել ընտրողների տրամադրվածության վրա։ Գիտեք, ինձ ընդհանրապես ամենակիչն է հետաքրքրում, ամենաշատը այս ամեն ինչի մեջ ցավ եմ ապրում մեր հայրենակիցների համար, որոնք ահավոր նյութական, ֆինանսական կորուստներ են կրում։ 3 օր է ուղիղից դուրս չի գալիս դեր գործընկերներից մեկն էր պատրաստել մի տեսանյութ, երբ որ ծաղկի ջերմոց ունեցող մեր հայրենակիցը այդ ցավի սրտե խոսում է ու հատիկ իր մշակած ծաղիկներն էր կոտրում։ Ավելի ահավոր պատկեր դժվար էր պատկերացնել։ Մանուկյան, Ադրբեջանում արտահերթ նիստ է գումարվել թրիփը վերանվանվելու համար, նշում են, որ փոխելու են Իլհամ Ալիևի անունով։ Եվ այնտեղ կա մի դրվագ, որտեղ ասում է Ադրբեջանը իր տարածքով նկատի ունենալով Սյունիքով է չէ անցնում այդ հատվածը։ Ասում են, որ իրենց տարածքով է բեռնափոխադրում եւ այլն անցկացնելու, ու սա անում են հենց այս ֆոնին, երբ որ խոսում է խաղաղություն կա եւ այլն, սա ինչ ուղերձ է փոխանցում մեզ։ Օգոստոսի 8-ի հայտարարությունից հետո մենք ասում ենք, եթե խոսքը ինքնիշխան Հայաստանի տարածքով ճանապարհի կառուցման մասին է, եթե խոսքը վերաբերվում է հայ-ամերիկյան համատեղ ընկերության, ապա Նիկոլ Փաշինյանը Ալիևի հետ ինչու է թրիփի պայմանագիրը ինքը ստորագրում, Միացյալ Նահանգներն էլ հանդես գալիս որպես վկա։ Ի սկզբանե ենք զգուշացնում, որ Ադրբեջանը լիարժեք խաղացող է դառնում այդ նախագծում։ Եվ դրանով էր ամբողջ սպառնալիք ու ամբողջ վտանգը։ Մնացած թող փորձեն բացատրել։ Իսկ
Ինչ եք կարծում այս ընտրությանը մասնակցելիությունը քաղաքացիների ինչպիսին կլինի։ Մասնակցությունը մենք ակնկալում ենք, որ բավականին բարձր է լինելու, որտեղ կարծում ենք, որ մեր հայրենակիցները ամբողջ քարոզարշավի ընթացքում շատ լավ պատկերացրեցին են բոլոր վտանգները, որ ծառացած է մեր երկրի դեմ, եւ որ պետք է դրանք հաղթահարվեն։ Շնորհակալ